Ողջույն, աշխատել 7 ժամ 8 ժամի փոխարեն իհարկե բոլորը կուզեին, բայց ինչ է ասում ֆինանսական բանականությունը, ինչքանով է դա արդյունավետ եւ ինչ հետևանքներ կարող է թողնել, կքննարկենք այս էպիզոդում եւ ունենք նաեւ հյուր Access վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Ասպանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ այսպես աղմուկ հանած նախագծի առաջարկ էր, որը քննարկվեց, բայց հասկանանք, ինչ է առաջարկվում եւ ամենակարևորը ինչու, ինչ դա կարող է տալ։ Ըստ էության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որ առաջարկում էր 40 ժամյա շաբաթական գրաֆիկը կրճատել 35-ի, հիմնական օրական 7 ժամյա աշխատանքային գրաֆիկի հիմնական նպատակը, այսպես ասած, work-life balance պահելն էր։ Մեր գործընկերները նախարարությունից օրինակներ են բերում տարբեր ընկերությունների, տարբեր ոլորտների, որտեղ այս փորձը հաջողությամբ կիրառվել է եւ ըստ էության հնարավոր է եղել մարդկանց կյանքի որակը բարձրացնել, միևնույն ժամանակ պահպանելով աշխատավարձը։ Հիմնական խնդրահարույց կետը աշխատավարձի պահպանմանն է վերաբերում, որովհետեւ սա լրացուցիչ ծախսեր է ենթադրում գործատուների համար եւ նաեւ նվազեցնում է տվյալ երկրում կամ տվյալ ոլորտի, տվյալ ընկերության մրցունակությունը շուկայում։ Այսինքն ընդհանուր միտքը կյանքի որակը բարձրացնելն է։ Բայց որպեսզի հասկանանք հակառակ կողմը, իհարկե առաջին հերթին դա բիզնեսին է հարվածում, ինչ բարձ է, 1 ժամ քիչ են աշխատում, էֆեկտը կա, բայց որ ավելի բացենք, ինչ է դրա հետևում թաքնված, ինչ հետևանքներ կբերի։ Նախ պետք է տարանջատենք մի քանի տարբեր ոնց որ ոլորտային աշխատող մարդկանց, օրինակ չգիտեմ գրասենյակային աշխատանք, օրինակ իրավաբանական ընկերություն, աշխատապահություն, ճարտարապետական, ինչ որ գործունեություն ծավալողները մի ժամ աշխատել են, միգուցե էֆեկտիվության ու բարձր մոտիվացիայով կարելի է կոմպենսացնել, բայց եթե օրինակ դու ունես սուպերմարկետ ու խնդիր ունես 24 ժամ աշխատելու, հիմա ինչ են անում, 3 բան են լինում, չէ՞, բերես մենք հերթափող, 3 հերթափողով 24 ժամը կարողանում ես փակես, կամ դեղատունը։ Հիմա այս դեպքում այդ մի ժամ քչացնելը արդեն ստեղծում է հավելյալ լուրջ ծախսեր ու խնդիրներ ու նման ոլորտներում դա իրոք խնդիր է։ Նույնը խնդիր է, ասենք, եթե օրինակ դու արտադրությամբ ես զբաղվում, ու 24 ժամ արտադրությամբ ես զբաղվում, այս ոլորտներում գործնականում շատ դժվար կլինի դա իրականացնելը, որտեղ նույնիսկ արտադրողականության աճի տենց դժվար թե ինչ-որ էական բան լինի, բայց ծախսի առումով էական ավելանում է։ Բայց ամեն դեպքում ինչ-որ բան վերցված է միջազգային փորձից, օրինակ ինչն է, որ աշխատել է դրսում եւ ինչու դա չի աշխատի Հայաստանում։ Մեր կենտրոնը իրականում իրականացրել է միջազգային փորձի ուսումնասիրություն, ամենահայտնի փորձը տեղի ունեցել Իսլանդիայում, որը սկսվել է 2015 թվականին պետական կառավարման համակարգում, մասնավորապես, եթե ավելի շատ իջնենք, համայնքային ծառայության մակարդակում այս փորձը իրականացվել, ինքը բավականին հաջողակ է եղել։ Այսինքն Ռեյկյավիկի վարչական շրջաններից մեկում կիրառվել է ադմինիստրացիայի աշխատողների նկատմամբ այս փորձը, ինքը հաջողակ է եղել։ Հետո, քանի որ հաջողակ է եղել, Իսլանդիայում այլ ոլորտներին էլ որոշակի տարածում է եղել եւ կամավորության սկզբունքով միացել են։ Արդյունքում 2021 թվականի դրությամբ վարձու աշխատողների կեսից ավելին ուներ իրավունք աշխատելու 35 ժամ, բայց իհարկե Իսլանդիան ունի որոշակի առանձնահատկություններ։ Առաջինը այնտեղ ժամային գրաֆիկը եւ նաեւ հաշվի առնելով, որ հյուսիսափայլը այդ շատ երկար մի քանի ամիսներ կարող է լինի, ցերեկվա տևողությունը բավականին կարճ է, ինքը միգուցե շատ ավելի վառ արտահայտվել դրական էֆեկտները, քան թե այլ երկրներում։ Ամենամասշտաբայինը, որը նաև օրենքով պարտադիր կիրառվել է Ֆրանսիայում, օրենքը սկսվել է 98 թվականից արդեն քննարկվել, 2000 թվականին կիրառվել է, սկզբում 20 եւ ավել աշխատակից ունեցող գործատուների մոտ, հետո նաև փոքր գործատուների մոտ, բայց Ֆրանսիայի փորձը ուղեկցվել է նրանով, որ պետությունը տրամադրել է սուբսիդիա գործատուներին, որպեսզի իրենց հավելյալ ծախսերը հնարավոր լինի որոշակիորեն կոմպենսացնել։ Հակառակ դեպքում ինքը արդյունավետ չէր լինի։ Կա փորձ Գերմանիայում, ես իդեպ Գերմանիայի փորձը նաև տանում կապում եմ իրենց ավտոմոբիլաշինության ոլորտի վերջի տարիների անկման հետ։ Իհարկե միամիտ
կթվա եթե ասենք որ դա ամբողջովին պայմանավորված է աշխատաժամանակի կրճատման, բայց երբ որ Գերմանիայի արհմիությունները աշխատողների իրենք կոլեկտիվ պայմանագրեր ստորագրելով եւ նաեւ ստիպելով որպեսզի գործատուները ավելի ցածր աշխատաժամանակ շաբաթական սահմանեն, ըստ էության գերմանական ավտոպրոմի մրցունակությունը Չինաստանի համեմատ նաև այդ մասով ընկավ, հա, մենք իհարկե այնտեղ կա հումքի նկատմամբ հասանելիությունը չինական կողմի մոտ, էժան աշխատուժի եւ այլն, հա, մի շարք այլ գործոններ են համատեղվել, բայց սա այն փոքր գործոններից մեկն է, որ էլի նպաստել է, որպեսզի գերմանական ավտոպրոմը իր համաշխարհային մրցունակությունը կորցնի, իսկ մենք տեսնում ենք, որ կարող է այնպես իրավիճակ լինի, օրինակ Mercedes-ը այլևս Գերմանիայում արտադրություն չունենա, կամ Porsche, հա, այսպես sense դասական, որ թվում է թե ոնց կարա Mercedes-ը օրինակ Գերմանիայում արտադրություն չունենա, բայց փաստորեն ժամանակին եթե հիշում եք Philips-ը, որ հոլանդական հայտնի բրենդ էր, բայց այդ մրցունակությունը կորցնելու արդյունքում օրինակ Philips բրենդը գնացին Մալայզիայում եւ անում սկսեցին ուղղակի իրանք արտադրել Philips բրենդով, բայց բուն Հոլանդիայում էլ Philips-ի արտադրություն չկա որպես այդպեսին։ Մի հատ հարց տամ էլի, իսկ որ ասում եք Ֆրանսիայում պետությունը սուբսիդիաներ, այդ որոշակի ժամանակով թե տենց ոնց որ հավեր որ սուբսիդիաները լինելու են, էլ այդ օրինակ այդ մասը հետաքրքիր էր, որտեղ չէ, ժամկետային անցումային փուլում որ բանան են։ Ժամկետային է կիրառվել, բնականաբար հնարավոր չի միշտ տրամադրել, ինքը արդեն սուբսիդիա չէ դառնա, արդեն այլ սուբսիդիա, այո, ժամանակային բան է ընդհանրում, այո, իրանք խնդիր ունեն, իհարկե համատարած չէ, եղել առանձին ոլորտներում, այլ առանձին գործատուներ իրանք նույնականացրել են ավելի խոցելի կազմակերպություններ եւ փորձել են ֆինանսական աջակցության որոշակի մեղմում իրականացնել, իդեպ արդյունքների մասին էլ, հա, Ֆրանսիայի փորձի տարբեր գիտական նաև ուսումնասիրություններ կան, բայց այն գոնե մեզ հայտնի գիտական հոդվածները, որ մենք նայել ենք, այնպես շատ համոզիչ հիմքեր չեն բերում, որ սա ռեալ օգուտներ է տվել։ Իդեպ ասեմ, աշխատաժամանակի կրճատման երկրորդ նպատակը, որը շատ դեպքերում հետապնդում են, դա նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Այսինքն, երբ որ կա գործազրկության բարձր մակարդակ, պետությունը խնդիր ունի մարդկանց աշխատանքի տեղավորելու, ասում է, մնացածի աշխատաժամանակը կրճատենք, դա էլ տարբեր տեղեր փորձել են կիրառեն, որը հաջողությամբ չի պսակվել կամ շատ մարգինալ, հա, էֆեկտներ ա տվել, որը չարժեր այդ մեծ ռեֆորմը գործատուներին այդ ծախսը ոնց որ պատճառել դա ստանալու համար, իրականում ինքը երկակի էֆեկտ կարող է տալ, էլի, նայած այդ ոլորտում ձեռնտիրված տեխնոլոգիաներ դնելը, օրինակ ձեր բերած օրինակում սուպերմարկետի հնարավոր է ոնց են ասում cash deskless service ոնց որ մատուցել, այսինքն առանց դրամարկղի ծառայություն մատուցել, նույնիսկ հիմա Amazon ունի այդ automated որ face recognition-ով ուղղակի գանձումը իրականացնում են, նույնիսկ պետք չի գնալ անցկացնել ապրանքները, տեսավ վերցնում ես, արֆիկ տեխնոլոգիաներով դա ֆիքսում է, որ իմ զամբիորի մեջ է, դեմքս նույնականացնում են, միանգամից դրսում չարժ անում, այսինքն նույնիսկ կա չէ Հայաստանում էլ տարբեր սուպերմարկետներում երբ որ կարող եք ինքնուրույն ստանալ, նույնիսկ այդ մեխանիզմը չի կիրառվում, սա իհարկե տեխնոլոգիական նորարարություն է, որ կարող է ստիպի կազմակերպությունները ներդնել, բայց շատ ոլորտներում դա նույնիսկ հնարավոր չի, ասենք ծախս արդյունավետությունը, օրինակ պարզ բան ասեմ, եկեք պահակային ծառայությունը պատկերացնենք, ու իդեպ խոսքը չի վերաբերում այն մասնավորին, պետական շատ հաստատություններ ևս, ասենք օրինակ համայնքային մշակույթի տուն է, կամ նույնիսկ պետական հիմնարկ կա, որտեղ պահակային ծառայություն ունեն եւ անհրաժեշտ է ֆիզիկապես այդ մարդը գտնվի։ Իհարկե դժվար կլինի պատկերացնել, որ հնարավոր է Հայաստանում այդ ամեն ինչը փոխել, ավտոմատացնել այնպես, որ այդ պահակի ֆիզիկական ներկայությունը չպահանջվի։ Տեսանելի ապագայում հա ոնց որ տեսանելի իրականում հիմա էլ է հնարավոր ստանալ, բայց դա էլի մեծ ֆինանսական ծախսերի հետ է առնչվում, որովհետեւ պետական համակարգը պատրաստ է դա իրեն թույլ տալ այդ ամեն ինչը անել։
Սա իրեն ոդկից կրակելու նման է, էլի ստացվում ինքն իրեն։ Մի հատ տենց բան կար, ոնց որ կուլիսային կատակ կար, ասում էր, որ դա նախարարության ընդհանրապես բյուջետային կառույցները նախաձեռնել են, որտեղ դստեյության 7 ժամ աշխատեն, թե ոչ շատ բան չի փոխվում, մի ժամ շտում կգնան, ոնց որ այդ ֆոնի վրա է նախաձեռնությունը առաջացել, դե կամայական նախաձեռնությունը կարելի է, չէ՞, ինչ որ միտեղ տեսնել, որ ինչ որ մեկը փորձել է հաջողություն կար, բայց եթե ավելի լուրջ մենք ինչքան հասկացանք, չէ, բանը ոնց որ խորհրդի նիստին որ փոխվարչապետ ներկայությամբ քննարկում ենք, տակը լուրջ թվեր ու լուրջ վերլուծություն չկար, կար ինչ որ կանխատեսում, որ չգիտեմ արտադրողականությունը կաճի եւ այլն, դա որ պրոյեկտում էր, ասենք հնայի վրա թե արտադրողականության աճը հնային ջաջ պիտի տա, մի քիչ տեղ բաներ էլի կասկածել էր, այնուամենայնիվ ես գտնում եմ, որ այտենց պետք էր ավելի խորը վերլուծել ու տակը թվեր դնել ու իրականում ոնց որ արդյունքում փոխվարչապետն է ընդգծած, որ պետք է ավելի խորը ուսումնասիրություն, ավելի համոզիչ թվերով գալ ու բան անել, բայց մի քիչ հետ գնամ, ոնց որ իրականությունում գետնի վրա մենք այսօր ինչ ունենք, որ ունենք առավելագույնը 8 ժամ, հա, 5 օրյայի դեպքում եւ 6 օրյայի դեպքում ու շաբաթական 40 ժամվա սահմանափակում, ընդ որում նաեւ ունենք արտաժամի մաքսիմումի սահմանափակում, ինչը թղթի վրա գրված ա ու կա, բայց գետնի վրա տենց չի աշխատում, այսինքն իրականությունը տենց չի, որտեղ տեղ փոխշահավետ է եւ գործատուին է ձեռնտու ավել մարդ չընդունել գործի եւ յուրաքանչյուր աշխատակից իր հետ բերում է հավելյալ խնդիրներ, այսինքն ուղղակի ինչ որ մեկին ավել բարձրացրել, մի քանի ժամ ավել աշխատելու համար եւ ըստ էության նաեւ աշխատակցին է դա շահավետ, բայց օրենքով մենք ունենք բան սահմանափակում ուտեղ արդեն առաջանում է որոշակի բանով ասեմ կենցաղային լեզվով ասեմ նկարչություն է տաբելները նկարում են բողոքող չկա որտեղ դա երկկողմ շահավետ է բայց կա օրենքի սահմանափակում ինչը օրինակ իմ կարծիքով անդրամաբանական է եթե մարդը ուզում է աշխատի դիմացի կողմն է պատրաստ է դրա համար վճարել ինչի սահմանափակել հատկապես մեր նման երկրում որտեղ բոլորս հասկանում ենք որ յուրաքանչյուր հավելյալ դրամա կամայական ընտանիքի համար շատ կարևոր է իսկ ձեր կարծիքով հիմա այդ նախագիծը թողնենք մի կողմ բայց նաև խնդիրը լիարժեք այսպես փորձենք հասկանալ որովհետեւ մոտ ապագայում նմանատիպ ուրիշ նախագծեր չծնվեն ձեր կարծիքով Հայաստանում ընդհանրապես այդ work life balance խնդիրը որպես այդպեսին գոյություն ունի թե դա զուտ ինչ որ ներմուծված բան է դրսից որտեղ դրսում միգուցե դա իրականում կա բայց մեր աշխատանքային մշակույթը մեր կենցաղը արդյոք այդ խնդիրը իրականում կա ես Վլադիմիրի ասած թվերը մի քիչ վիճակագրական բանով համեմեմ տվյալներով իրականում Հայաստանում խոշոր մասշտաբ հետազոտություն է արվել Եվ այսօր էլ նույնիսկ 40 ժամի աշխատանքային գրաֆիկի դեպքում ցույց է տալի, որ ավելի շատ են մարդիկ աշխատում, հա 43 ժամ մոտորապես դրա մասին է խոսքը գնում, քան թե օրենքով սահմանված է։ Այլ հարցը, որ ոչ բոլոր դեպքերում են թերևս դա վարձատրվում։ Բայց նույնիսկ եթե աշխատողը չի բողոքում այդ հանգամանքի դեմ, նշանակում է որոշակի խնդիր կա։ Իրականում երբ որ քննարկումը գնում է Իմ փաստարկներից մեկը, որ դիցուկ եթե նույնիսկ ընդունվի 35 ժամի աշխատանքային գրաֆիկ, դուք ինչպես եք երաշխավորելու, որ պահպանվի։ Եթե այսօր 40 ժամյա գրաֆիկը չի պահպանվում, ոչ մեկ չի կարող երաշխավորի, որ 35 ժամյան կպահպանվի, հա։ Հետևաբար խնդիրը ոչ թե 40-ից 35 սարքելու մեջ է, եթե փորձում են խնդիրը կարգավորել, պետք է տեսչական ֆունկցիաները ավելի հստացնեն կամ իրազեկվածությունը բարձրացնեն, որ մարդիկ իրենց իրավունքների իմանան, փորձեն գործատուների մոտ պաշտպանել։ Ինչ վերաբերում է Հայաստանում work-life balance-ը կա, թե չկա, իրականում ես կարծում եմ, որ շատ ոլորտներում իրականում չի պահպանվում։ Ես ինքս էլ կար նախագիծը, որտեղ նշվում էր առողջապահության վրա այդ ազդեցությունը, մենք նայել ենք սկզբնաղբյուրը, որտեղ հիմնավորումը բերվել էր նախագծում, մենք սկզբնաղբյուրն ենք նայել Ուրեմն այդ ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա ազդում է, որ մարդիկ աշխատում են 55 ժամ եւ ավել շաբաթական,
ես ասում եմ, ես որպես մարդ, որ 55 ժամով ավել է աշխատում, ես կողմ եմ, որ աշխատաժամանակը կրճատվի, ասեք դառնա 40 ժամ, բայց այստեղ պետք է հասկանալ, էլի, իրականում ոչ թե 40-ից 35 դեպքում է մարդու ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա դրական անդրադառնում, այլ եթե 55-ից իջացնեն 40 ժամ։ Բայց ես կներեք, ինչու եմ այդ հարցը բարձրացնում, որովհետեւ իմ տպավորությամբ Հայաստանում մարդիկ իրենք են որոշում, որ պետք է շատ աշխատեն, այլ ոչ թե ստեղծված աշխատանքային պայմանները, մշակույթը ստիպում են նրանց ավելի շատ աշխատել։ Ու ես իմ շրջապատում տենց եմ նկատում, կան մարդիկ, ովքեր իրոք շատ նպատակասլաց են կամ շատ են սիրում աշխատել ու իրենց են դնում այդ իրավիճակի մեջ, ոչ թե հայտնվում են։ Դե իմ դեպքում կոնկրետ կամավոր եմ, պես չի, որ ինչ որ մեկը ստիպում է աշխատել, բայց բան արդյունքում օրինակ զուգահեռ տանեմ Ճապոնիայի հետ։ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, գիտեք, հիմնացանալության լրջագույն խնդիր կա եւ Ճապոնիայում այսպիսի փորձ են ուզում ներդնեն, որ աշխատաժամանակը կրճատեն, մարդկանց ստիպեն, որպեսզի իրենք աշխատավայրից գնան, տուն կամ, չգիտեմ, ուրիշ տեղ, որտեղ հնարավոր է իրենց կյանքը աշխատանքից հետո ավելի արդյունավետ կազմակերպել, որպեսզի նայեցնելիության հարց փորձեն լուծեն։ Մենք ցած հումորով ենք նայում, բայց օրինակ Ճապոնիայում կամ Հարավային Կորեայում դա իրականում արդիական է։ Մեր մոտ միգուցե այդ հարցը այդքան էլ վառ չի արտահայտված, կարող է օրինակ շինարարության ոլորտում, հա մենք բոլորս էլ գիտենք այն ոլորտները։ Մահացախ առևտրի ոլորտում, որտեղ շատ վառ արտահայտված է այս խնդիրները, բայց սպիտակ օձիքավոր աշխատողների մոտ միգուցե այդքան արտահայտված չի, այսինքն գրասենյակային աշխատողների մոտ։ Ամեն դեպքում ես կարծում եմ Հայաստանում էլ այդ խնդիրը կա որոշակիորեն work-life balance-ի, ինքը ինչքան էլ օտարահունչ բառ է, բայց բովանդակային նաև մեր մոտ կա։ Այլ հարց է, որ թե ինչպես պետք է դա կարգավորել։ Միգուցե իրազեկվածությանը վերաբերող արշավներ իրականացնել, չգիտեմ, տարբեր այլ միջոցներ ձեռնարկել, որ թույլ կտա այդ հարցը լուծել։ Իմիջիալոց ես տենց որպես գործատու, որը տարբեր սերունդի ներկայացուցիչները դա աշխատում, կարամ ասեմ, որ երիտասարդ սերունդը լավ ակտիվ փորձում է իր work-life balance-ը պահել ու տենց իր շահերը բան անում, մի քիչ ավելի ավագ սերունդը, ավելի տենց չգիտեմ կարիերիստ են, հա, տենց ասեմ, ավելի տենց ոնց որ շատ աշխատելով ինչ որ հաջողությունների հասնելու այդ դրսևորումը կա, բայց ինձ թվում է դա ամեն դեպքում բան անում ոնց որ մարդու տնտեսական վիճակից կախված է, որովհետեւ եթե դու խնդիր ունես հիպոթեկ պետքա վճարես, չգիտեմ, տանը բան անես, ոնց որ work-life balance-ի մասին է խոսքը, դու պետքա թեկուզ 24 ժամ աշխատես, որ հասցնես, իսկ ինքը մի քիչ է մեր տնտեսական վիճակի ու սոցիալական ավելի շատ վիճակից է կախված, ինձ թվում է շատ ժամանակավրեպա ավելին եթե անձնական իմ կարծիքը նայեք, մենք գործող այդ սահմանափակումներն է պետք է վերացնենք, որովհետև իրական կյանքում իրանք չեն գործում, ավելին ինչ է լինում, որ համատարած չեն գործում, բայց դառնում է գործիք, որ չգիտեմ, ինչ-որ մի հատ ընկերությունում ստուգում անել ու տուգանել, ու ես դա համարում եմ ոչ արդարացի, որ բոլորը անում են նույն խախտումը, բայց ինչ-որ հաշված ընկերություններ են դրանից կարող է դժվեն կամ տուգանվեն, ու հիմա 35 դարձնելը ակնհայտ է, որ մեր տնտեսությունը ու բիզնեսը պատրաստ չեն ընդհանրապես, ու հետևաբար խախտելու են, ու խախտելուց հետո է ոնց որ ինչ ալենը ուղղակի հավելյալ հերիք չի բան են անելով, ոնց որ բարձրացրեն չորտանց ալտերնատիվ տարբերակներով մի հատ ռիսկեր կրեն, որ կարող է տուգանքներ վերցնեն, այսինքն ընդհանրապես տեղին չի, ու ես ընդհանրապես գտնում եմ մեր աշխատանքային օրենսգիրքը ինքը բալանսը գործատուի ու աշխատակցի լավ չի պահում, որովհետև որ նայում ես իրականում մեկ կաչը, այսինքն բոլորս հասկանում ենք, որ կարող ես չոր աշխատակից ընդունես, ինքը ինչ-որ մի պահ իր արդյունավետությունը կորցնի, անի բոլոր task-երը այնքան որ արած է, այսինքն չես կարող ասես որ չի արել, բայց միևնույն ժամանակ այն որակն ու արդյունքը չի լինում ու դու չունես նորմալ գործիքակազմ, չգիտեմ, ազատել այդ մարդուն կամ բանանել ու ինչ էլ անում ես, ինքը այնուամենայնիվ շատ խոցելի է, այսինքն որ նայում ենք վիճակագրությունը դատարաններում, դատարանը այն որ by default կայնած է աշխատակցի կողքին ու այն իր արդար որոշումը որ պետք է անի, ոնց որ այդպես մարդկայինորեն ու բանով իօքոտ աշխատակցի արդեն նախատրամադրված, որտեղ բիզնեսը դե խեղճ մարդու շահերը բան անված նորմալ։ Մի քիչ այդ բալանսը մեր մոտ խախտված է ու դա էլ օրինակ ես համարում եմ խաչընդոտում է մեր բիզնեսների զարգացմանը։
Եթե sense հումորով ասելու լինենք, թե ոչ թե որ life balance-ը խնդիր, այլ balance sheet-ը զրոյացնելու խնդիր է։ Եթե մարդը խնդիր ունի աշխատելու, որպեսզի այդ եկամուտները ունենա, ակտիվներ կուտակի, որ պարտավորությունների հետ զրոյացվի, գոնե balance sheet-ը զրոյանա, այստեղ մարդուն ասել, որ life balance-ի մասին ես իրականում համաձայն եմ այն առումով, որ մեր աշխատանքային օրենսգիրքը առհասարակ ինքը մի քիչ ավելի սոցիալական մետա եւ իրավացությունը սկսած արձակուրդի համար նախատեսված ժամերից վստահ եմ դուք էլ առնչվել եք ձեր աշխատանքային պրակտիկայում հատկապես օտարերկրյա ընկերությունների դեպքում եք ամերիկյան այդ մարդիկ գալիս են իրենց համար տարօրինակավոր գործատուի հաշվին աշխատող կարող 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդի հնարավորություն ունենալ, որովհետև ամեն ասենք 10 օր, օրինակի համար, կամ այլ երկրներում ավելի քիչ։ Սա իրականում գալիս է, ես կարծում եմ մեր խորհրդային անցյալից, որ այդ բաները եղել են, եւ ամեն դեպքում մեր մոտ, եթե խոսում ենք դատարանների արդարադատության մասին, այդ կապիտալիզմի շունչը ամեն դեպքում չկա, էլի հենց այդ եթե խոսում ենք արդարադատության մասին, արդարադատությունը դա աշխատողի իշա աշխատողի կամ իշա գործատուի որոշումը չի, արդարադատությունը կոնկրետ իրավիճակում այդ արդարությունը կարող լինի եւ գործատուի կողմը եւ աշխատողի, բայց համաձայն եմ, որ մեր մոտ եւ դատական պրակտիկան այնպես է ձևավորվել, նաեւ չգրված հասարակական օրենքները, հա, դատավորը վերջին հաշվով սեփական համոզմունքներով էլ է առաջնորդվում օրենքի տառից ելնելով, իսկ այդ համոզմունքները իրեն հուշում են այդ կաղապարները, որ պետքա պաշտպանի ավելի շատ աշխատողի շահերը, քան թե գործատուի։ Իսկ եթե գանք այսպես խնդրի մյուս կողմին, նպատակը կարծես թե նաև արտադրողականության բարձրացումն է, իրականում արտադրողականության մասով Հայաստանում ինչ վիճակ ունենք ու արդյոք դա է բանալին, ինչ ավելի ակնհայտ ուղղություններ կան, որտեղ աշխատանք է պետք ու որը կարող է իրական արտադրողականություն ավելացնել։ Աշխատանքի համաշխարհային կազմակերպության տվյալներով 2023 թվականին Հայաստանում այդ գնողունակության համարժեքով հաշվարկած աշխատանքի արտադրողականությունը եղել է մոտավորապես $21։ Ասենք համապատասխան համար Նորվեգիայում $95։ Այսինքն 1 ժամում, հա։ Այսինքն 1 ժամում աշխատածը ստանում է այնպիսի արտադրանք, որը գնողունակության համարժեքով փորձենք համեմատենք ոչ թե անվանական արժեքով, որտեղ անվանական արժեքով Հայաստանում միձուն կարող է արժի օրինակ 10 ցենտ, ԱՄՆ-ում արժի 20 ցենտ, բայց գնողունակության ասենք տարբերության որոշակի բաներ կա, այսինքն այդ պարիտետը պահպանվում է։ Մեր մոտ $21 է եղել 1 ժամի աշխատանքի արտադրողականությունը միջինում, ասենք $64 Իտալիայում, $95 Նորվեգիայում եւ այլն։ Դա շատ բարձր ցուցանիշ է։ Բայց եթե փորձենք հասկանանք, թե սա ոնց կարա նպաստի այդ աշխատանքի արտադրողականությունը, առանձին ոլորտներում կարող է, ասենք օրինակ մարդիկ որոշեն մի քանի աշխատատեղ կրճատեն, նոր տեխնոլոգիաներ ներդնեն, որը իրականում արդեն մնացած աշխատողների հաշվով այդ արտադրողականությունը կավելանա։ Կամ առանձին ոլորտներում մի խոսքով հնարավոր է դա հասնել համընդհանուր տնտեսության մակարդակով։ Ինքը մի տեսակ շատ մաթեմատիկական լուծում է ստացվում, հա։ Մենք համարիչը պահպանում ենք նույնը, հայտարարը կրճատում ենք, վերջում ընդհանուր արդյունքը ավելի մեծ է լինում, բայց շատ մաթեմատիկական դա մեկնաբանություն է։ Իրականում Հայաստանում կա աշխատանքի արտադրողականության խնդրեմ, թե վերջի տարիներին մեր մոտ աշխատանքի արտադրողականությունը բավականին արագ տեմպերով աճել։ Ես մի օրինակ բերեմ իմ նախկին արած պրոյեկտներից փորձից, մենք տարիներ առաջ 2019 թվականին Հայաստանի արդյունաբերական ռազմավարությունն ենք մշակում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, համատություն ենք անում Հայաստանի տեքստիլ ոլորտի եւ Իտալիայի տեքստիլ ոլորտի մեջ։ Այն ժամանակ տարբերությունը մոտավորապես 10 քանի անգամ էր, կոնկրետ չեմ հիշում էական չի։ Փորձենք հասկանանք ոնց է էլի ստացվում, որ արտադրողականությունը այդքան տարբեր է։ Իրականում, երբ որ խորանում ենք թեմայի մեջ, ասենք մեր տեքստիլ ոլորտի աշխատողը այնպես չի, որ ինքը մի ժամում օրինակ 1 մայկա է արտադրում, Իտալիայում արտադրում են 12 մայկա, չկա այդպիսի բան։ Ուղղակի մեր ստեղի արտադրած մայկան ինքը նոր լոգո է,
որը վաճառվում է, չգիտեմ, 2000 դրամով, իսկ Իտալիայում արտադրվածը կամ թեկուզ Իտալիայում չի արտադրվում, բայց Հայաստանում արտադրվում է տոլինգային գործարքներով, տարվում է Իտալիա, բրենդավորվում է, վաճառվում է, ոչ թե ասենք $5, այլ վաճառվում է $200, ասենք օրինակի համար։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե տեխնոլոգիական վերազինման մեջ է կամ աշխատողների հմտությունների զարգացման մեջ է, այլ արտադրողականությունը, երբ որ sense հաշվում ենք, մի հատ պիտի մասնագիտական տերմին օգտագործեմ, դրանից անհնարախուսափել, կոչվում է total factor productivity, որը վերաբերում, ասենք, եթե փորձենք բացել, ձեռնարկատիրական հմտությունները ճիշտ կազմակերպելուն, մարքեթինգային հմտություններին, տեխնոլոգիական նոր ինովացիոն ինչ-որ բաներ ներդնելուն, այսինքն ոչ թե կապիտալին եւ աշխատուժին վերագրելի է այդ արտադրողականության փոփոխությունը, այլ մնացած գործոններին, որ կարա լինի։ Նույն իմ բերած օրինակում ստեցություն դա մարքեթինգի հարց է, ոնց ճիշտ բրենդավորել, մարքեթինգ անել, որ ապրանքը վաճառել ոչ թե $5, այլ վաճառել $120 կամ $200։ Հետևաբար, այս մասով ես կարծում եմ չի լինի Հայաստանում մեկը, ով որ ինձ հետ չի համաձայնվի։ Նույնիսկ մեր Հայաստանում կայացած տեքստիլ ընկերությունները իրանք ունեն խնդիր սեփական բրենդներով հանդես գալու, շատ քչերն են, որ մենք մասնավոր օրինակ ենք դիտարկում, բայց ես վստահ եմ, որ այդ օրինակը կարելի է տարածել այլ ոլորտների վրա ևս։ Ասենք նույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ճիշտ է վերջին տարիներին սեփական ապրանքների վրա սկսել են աշխատել, բայց դրանից առաջ outsource-ի վրա են կենտրոնացած, դա նույնն է ոնց որ տեքստիլի տոլինգը, հա կոպիտ ասած, եթե զուգահեռներ անենք, որտեղ բնականաբար վարձատրությունը ավելի քիչ է։ Փողը մնում է այն product ստեղծողի մոտ, շահույթը ձևավորվում է product ստեղծողի մոտ, այսինքն իր ձեռնարկատիրական հմտությունը եւ այլն այդտեղ։ Հետաբար խնդիրը կա, բայց թե ոնց ենք փորձում լուծել, մի քիչ տարակուսելի է, էլի, գոնե իմ համար։ Կարելի է ձեռնարկատիրական, այսինքն ունակությունների դաշտում, հա, արտադրողականության աճը կարելի է պայմանավորել։ Ժամանակակից աշխարհում իրականում, եթե մենք չենք խոսում օրինակ առավել թեր զարգացած երկրների հետ, որ ունենք շատ բան ձեռքի աշխատանքով է իրականացնում, ասենք նույն հաստոցը Հայաստանում էլ է դրած աշխատում է, նույն հաստոցը Իտալիայում էլ է դրած, բայց թեկուզ նույն գործարանի օրինակով նայենք, արտադրողականությունը իրական տարբեր է, ուստի խնդիրը դառնում որ մարքեթինգն է պակասում, այսինքն նույն մարդը, ասենք կարողանում է հմտություն ունի, մի ժամում օրինակ 10 հատ մայկա կարել նույն սարքավորումն է, այսինքն այլ հավասար պայմաններում, եթե տարբերություն կա արտադրողականացնում, պետք է ընտրել այլ դաշտում։ Այլ դաշտը որն է, մարքեթինգը, բրենդինգը, վաճառքի հմտությունները, այսինքն ձեռնարկատիրական հմտությունների ամբողջ դաշտում գտնվող ֆակտորները։ Բայց օրինակ նայեք, այդ նույն խնդիրը ստեղծության ոնց որ նաև չինական չէ ընկերությունները, որտեղ տենց ավտոմատ բան կա, չէ, դեռ կա այդ ընկալումը, թե պետք ինքը քիչ-քիչ ոնց որ բան անող, որ չգիտեմ, նույն մայկան, իտալական մայկայի միանգամից զգացությունը չինական չէ, տենց միանգամից էժանանում է նույն մայկան։ Իսկն եթե Չինաստանը չկարողացել լուծել այդ մարքեթինգի խնդիրը, որտեղ բրենդը ավանդաբար իտալական կամ ֆրանսիական շատ ավելի արդեն թանկ է հնչում, մեր նման երկրները շանս ունեն այդ անելու։ Իրականում Չինաստանը այդ խնդիրը լուծում է արդեն։ Օրինակ ավտոմեքենաների օրինակով Բայց հեռու է։ Ոքի անուններն են դժվար։ Եկեք ավտոմեքենաների օրինակով նայենք, հա, 2000-ականների սկզբին Չինաստանի մասնաբաժինը համաշխարհային ավտոարտադրության մեջ, ասենք, շատ փոքր 1%, 2%-ի շրջակայքում էր։ Այսօր նայում ենք, ինքը աշխարհում առաջատարն է, որպես երկիր ավտոմեքենաների արտադրությամբ։ Նայում ենք արտաքին տեսքից, հա, մեքենաների։ Առնվազն արտաքին տեսքը ես քանի որ այն մարդկանց են որ մեքենաների որ ասում են ոնց ես հասկանում ինչ կարաս ասես մեքենայի մասին ասում են ավտոյի մասին ինչ կարաս ասես ասում 4 տարանոց բառ էլի մոտորապես այս մակարդակի բան չեմ հասկանում բայց արտաքին տեսքով երբ որ ես նայում եմ ասենք չինական բրենդները նույն եվրոպական բրենդների հետ գոնե արտաքին մակարդակով ինքը մրցունակ է որտեվ իրանք ժամանակին նույն չինական ընկերությունները օրինակ Volvo-ն գնեցին հա ոնց է էքսպանսիան եղավ ավտոմոբիլաշինության ոլորտում Իրանք գնացին չինական ընկերությունները գնացին ձեռք բերեցին եվրոպական սնանկության եզրին հասած կազմակերպություններ, բրենդներ եւ այն տեխնոլոգիաները, որոնք այդ կազմակերպությունները ունեին, տարան Չինաստան սկսեցին Եվրոպայում էլ պարեցին որոշները, բայց հիմնական տեխնոլոգիաները տարան։
Այդում դիզայներներին, այսօր մենք տեսնում ենք չինական բրենդների մեքենաների դիզայներներն, ասենք BMW-ի կամ Porsche-ի դիզայները գնում է աշխատում է բան բրենդի վրա, հա, իրականում եթե նայենք, այստեղ երկրորդ դաշտում առաջանում կատարման որակը, հավաքման որակը, թե ոնց կհավաքեն եւ օգտագործված նյութերը։ Ես եւ համաձայն եմ եւ չեն, օրինակ ավտոմեքենաներին հիմա ինչ որ խայբ կա, դա մի շատ կարեւոր բան կա, որը անտեսում ենք, իրականում մենք պետք է հասկանանք, որ Չինաստանը առաջատարադար է էլեկտրոմեքենաների, այսինքն ինչ եղավ, ըստ էության տեխնոլոգիական մեծ փոփոխություն եղավ, ու կոպիտ ասած բոլորը զրոյից էին սկսում այդ ինդուստրիան ու իրանք այդտեղ բռնեցին ոնց որ այդ կոպիտ համայրա մեկնարկային պայմանները նույնն են ու հաշվի առնելով իրանց առավելությունը աշխատուժ, չգիտեմ, այնտեղ ռեսուրսներ եւ այլն, ոնց որ օգտագործեցին, եթե ես ճիշտ եմ հասկանում, նաեւ Տեսլան, որ իր պատենտները թույլ տվեց օգտագործել, դա տենց իրանց լավ առաջ գցեց, բայց դա լավ վիճելի, որովհետեւ չնայած ես ունեմ երկու հատ էլեկտրոմեքենա, երկուսն չինական են, ճիշտ է, մեկը ճապոնական բրենդով, մյուսը գերմանական լոգոյով, բայց այնուամենայնիվ Չինաստանում արտադրված, այս դեռ շատ մեծ հարց է, էլի, ես հավատացել եմ, գնել եմ, համարել եմ, որ դա նորարար է, հետաքրքիր է եւ այլն, բայց հաշվի առնելով թե ինչքան արագ են իրանք արժեզրկվում ու մեծ հաշվով դեռ պետք է 5-10 տարի անցնի, որ նաեւ որակապես կարելի անել ճիշտ գնահատել, դեռ չի շտապի ասել, որ բանա չինացիք տեղ տենց լուրջ հաջողություններ ունեն, այ ունեն շատ ֆանտաստիկ հենց չինական, ասենք, չգիտեմ, Երևան, որ այն օրը քշել եմ, ասենք, իրոք յուրահատուկ հաճույք է ստանում, բայց դեռ ես զգուշավոր եմ այդ հարցում, բայց թույլ տվեք մի հատ ուրիշ հարց տամ, էլի, իսկ ասեք մի հատ օրինակ չինական հայտնի բրենդ տեքստիլ ոլորտում, ասենք, օրինակ, չգիտեմ, ոնց որ Adidas-ը, Germany-բանը կամ ինչ որ չգիտեմ, նույն խոսքի չգիտեմ, Zara-ները, mass market-ում բան, չինական մի հատ տենց ես հիմա փորձում եմ հիշել, մի հատ տենց բրենդ չհիշեցի։ Չնայած որ երևի մեծ մասը Չինաստանում արտադրվում։ Ես կանի որ տեքստիլի եւ առանձնակ շոփինգի սիրահար չեմ, կդժվարանամ կոնկրետ բրենդ ասել, բայց ես կուզեմ երկու այլ ապրանքային կենսական տեխնիկայի օրինակներ եկեք նայենք եւ հեռախոսները։ Եթե 80-ական թվականներին, երբ որ Եվրոպայում, Ճապոնիայում արտադրում էր, օրինակ հեռուստացույցների, լվացքի մեքենաների, չգիտեմ, սաղնարանների ճնշող մեծամասնությունը եւ այն ժամանակ ինչ որ մեկը գար ասել, որ կարա լինի չինական, օրինակ սաղնարան կամ հեռուստացույց կամ հեռախոս առնվազն այդ մարդու վրա կծիծաղեն, էլի ոնց ասում ինքը չի կարելի։ Բայց 80-ականներից հետո եկեք նայենք։ Այսօր հեռուստացույցների համաշխարհային արտադրության զգալի մասը հարավ-արևելյան Ասիայում է եւ Չինաստանում, այսինքն Մալազիա, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Թայվան որոշ մասը եւ նաեւ Չինաստանում զգալի մասը։ Հիմա օրինակ չինական արտադրության հեռուստացույցներ եւ օրինակ մեր շատ քաշ ծանոթ 90-ականների սերունդը կհիշի, հա, ասենք Sony որ ինքը շատ բան բրենդ էր, էլի, ասենք, հոս կարել։ Մի 40% թանկեր, որտեղ Sony երկրացում է։ Հա, it's a Sony, չէ, սլոգանը։ Բայց այսօր ասենք նայում ենք Huawei, Xiaomi-ին եւ այլն, իրանք եկել են մենք գոնե նույնիսկ եթե անցել է այդ պաստորը, ես ընդունում եմ որ ավտոմեքենաների համար էլ այդ ժամանակը պետք է ստուգելու ինչքանով է ինքը նաև դիմացկուն, հա, օգտագործման տեսանկյունից, բայց այդ դիմացկունություն բանն էլ է փոխվել։ Օրինակ դու տեքստիլի ոլորտում լսած կլինեք, որ ասում են ժամանակին ջինսը առնում ենք, ինքը ավելի որակյալ էր, ավելի երկար են կարող մաքնել, քան թե հիմա։ Եվ հաճախ բրենդները իրենք են միտումնավոր ապրանքի կենսացիկլը կարճ նախագծում, որ հնարավոր է լինի առնել։ Հիմա մեքենաների դարում, երբ որ լինելու է ինքը trade-in-ի մեխանիզմը, այսինքն տանելու են հին մեքենան տան, որը որոշակի վերափոխվելու է, այդ մեքենան տանելու են Աֆրիկա, իդեպ Չինաստանը իր համար սենց մի քանի շուկաները, հա, սարքել, զարգացած շուկա, որտեղ այդ ապրանքը իրացվի, մեր նման, հա, որ զարգացող շուկաները եւ նաեւ այն շատ ավելի թեր զարգացած շուկաները, որ երբ որ այդ մեքենան օգտագործվի, արդեն պետքա կապիտալ մեծ ծախսեր անել կամ վերափոխել, ինքը էլ արդիական չլինի, չեն անելու։ Տանելու են Աֆրիկա, այդ բանը օգտագործվի, trading կլինի մեխանիզմը, չգիտեմ, ինչ կլինի մեխանիզմը, դա մենք հստակ ցույց կտա ժամանակը, բայց ասենք այդ մեխանիզմը ինքը աշխատելու է։ Ես հավատացած եմ
բոլոր իմ կասկածներով հանդերձ դատելով էլեկտրատեխնիկայից բջջային հեռախոսներից, օրինակ բջջային հեռախոսների մոտ, սմարթֆոնների մոտ մի հատ ուրիշ խնդիր կար, օրինակ ստորների դեպքում, օրինակ եթե հիշում եք ժամանակին Huawei-ին արգելեցին Android տեխնոլոգիաների կիրառումը, իսկ դնել առանձին որտեվ կա Google Play եւ Apple Store-ը։ Այսինքն, եթե դու չունես այդ երկուսը, ուղղակի ֆիզիկական device արտադրելը, քեզ հնարդարյան ինչ որ մի հատ բանի մասին է, էլի խոսքը գնում։ Դու այդ ամեն ինչ այդ էկոսիստեմին պետք է access ունենաս, որ application-ները հնարավոր լինի download անել եւ այլն եւ այլն։ Երբ որ կարողանան ինչ որ մի ձև դիրապետեն նաեւ այդ ռեսուրսին, արդեն իրանց որևէ բան ոնց վտանգ չի ներկայացնում։ Մի հատ հարց տամ, էլի նայեք, ես ինչ այդ հարցը տվեցի ամենասկզբից հետ կանք էլի արտադրողականության, որ մենք ասում ենք, որ նույն բանը։ Հիմա ըստեյության վստահ եմ, որ չինական ինչ որ մի հատ հեռախոս ու վերցնենք ամենավերջը iPhone-ը, տեխնիկապես, հա, իր ֆիզիկական բնավորությունով, կամերայի զումով, արագությամբ, պրոցեսորի նույնիսկ բավականին մոտ են, բայց ասենք օրինակ չգիտեմ չինական ինչ-որ բրենդ չասեմ անունը, ինքը կարող $200 արժենա, iPhone-ը ասենք $1200, էլի այստեղ է այդ կա, որ այդ միևնույն այդ մարքեթինգը, այդ մակարդակի չի հասնում, այսինքն նույն Չինաստանը 4-5 անգամ զիջում է մենակ այդ մարքեթինգի էլեմենտով ու հա առաջընթաց կա այդ համատենք 80-ական թվականների հետ իհարկե կա, որովհետև արդեն մեր շրջապատում լիքը մարդ կա, որ օգտվում են, վստահում են, գնում են, բայց մեկը Չինաստանի պես գերտերությունը նույնիսկ չի կարողանում լուծել։ Հիմա եթե Չինաստանը օրինակ ամենից զիջում է 6 անգամ, մենք զիջում ենք 12 անգամ, ոնց որ թե կարա եւ նորմալ լինել ու գլոբալ առումով ուզում հասկանամ մենք ինչքան ունենք պոտենցիալ տենց լավ մարքեթինգ անելով այդ մեր արտադրողականությունը այդ շատ ճիշտ է անհրաժեշտ է պետք է մտածենք չենք կարա բոլոր ապրանքների գծով հա կարող է ինչ-որ շատ սպეციფიկ շուկաներ գտնենք ասենք օրինակ գորգեր չգիտեմ հա ինչ-որ տենց օրինակ հայկական ծիրանը հա որպես տենց բրենդավորված որտեղ բոլորը գիտեն բան անեն այսինքն գտնենք մեր սպეციფიկ հանքային ջրերը մեր հա որ հայտնեն բայց օրինակ տեքստիլում մի քիչ դժվար է լինելու իմ կարծիքով Ես քանի ներգրաված եմ եղել նաև արտահանման ռազմավարության մշակման աշխատանքներին, իրականում Հայաստանի համար մասսայական արտադրության product սկսելը կամ արտադրություն սկսելը Հայաստանում ինքը քիչ նպատակահարմար է եւ նաև իրատեսական է, այսինքն մեր մրցունակության առումով ես նկատի ունեմ։ Հայաստանը պետք է ընտրի, եթե հաճախորդների շուկան նայենք, միջինից բարձր շուկա որտեղ մենք ինքնարժեքը չենք կարող նվազեցնել, բայց մենք կարող ենք մեր ոնց որ բարձր գնով ինչ դիֆերենցիանք ապրանքը որոշակիորեն օրինակ հայկական ծիրան, հա, նույնիսկ լատինական անվանումը Prunus armenica, հա, հայկական սալոր, հա, ասենք ինքը գնում ոնց որ այս բանով կամ կոնյակը ամենաբան օրինակը, ռուսական շուկայում ինքը բավականին նույն շուկայում որտեղ հայտնի է թանկ գնով է վաճառում ի տարբերություն այլ երկրների, նրանք մասնավոր դեպքեր են, որ մենք կարողացել ենք հաջողությամբ իրականացնել։ Ես կարծում եմ, այստեղ էլ պետք է, եթե մենք խոսում ենք մանավանդ B2C շուկաների մասին, ոչ թե B2B, որտեղ B2B-ում այլ գործոններ են, հա, հանդես գալի, B2C-ի դեպքում բնականաբար պետք է ապրանքը դիֆերենցվի եւ այդ դիֆերենցումը ոնց է իրականացվում մարքեթինգի եւ այլ գործոնների հաշվին տեխնոլոգիան էլ է կարեւոր որ բերվի ներդրվի մենք խոսեցինք ես մի օրինակ բերեմ ես ռազմավարության դասընթացն վարում մեր ուսումնական հաստատություններից մեկում միշտ բերում եմ Apple-ի gross profit margin-ը ինչքան է եւ ասենք Huawei gross profit margin-ը ինչքան է Apple-ը մոտորապես 70% եւ ավել է իր gross profit margin-ը, իսկ Huawei-ը կազմում է մոտորապես 40 քանի տոկոս։ Պատկերացնում եք, ես 70 քանի տոկոս եւ 40 քանի տոկոս էլ, ասենք ինչ մեծ տարբերությունների մասին է խոսքը գնում, դե պարզ է արդեն ունացած մարքեթինգ եւ ըստ է EBITDA-ն էլ է քաշում է EBITDA margin-ը։ Էլի ինքը բնականաբար ավելի բարձր է ստացվում, քան թե Չինականին է։ Ընդհանրացված ստատիստիկա կար, որ Apple-ը հեռախոսների շուկայում քանակապես ընդամենը 20%-ն է ինքը վաճառում, բայց եկամտի 80%-ն է ինքը ստանում։
Չեմ անում։ Ամենահարուստ մարդկանց ամենաթանկ գadgetներն է ծախում։ Դե մնացած բանը։ Երևի։ Շատ լավ, իրականում լիքը կարծում եմ գործոններ բացահայտեցինք, որոնք իրական ազդեցություն կարող են ունենալ թե արտադրողականության վրա եւ թե նաեւ ինչ-որ արժեք ստեղծել հավելյալ, բայց ոչ մի կերպ այդ մի ժամ պակաս աշխատելը դրա մեջ չշոշափվեց։ Շնորհակալություն Հայկաշ ջան, հետաքրքիր քննարկման համար։ Սա ֆինանսական բանականության 9-րդ էպիզոդն էր, ինչպես ասում են, աշխատեք ուղեղով, այլ ոչ թե շատ կամ քիչ, կհանդիպենք։